Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով գտնվում է Երևանում։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպմանը զուգահեռ մոտ 2 տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել արտաքին գործերի նախարարության դիմաց։ Նրանք դեմ էին Լավրովի այցին եւ ակցիայի ժամանակ արտահայտել են իրենց բողոքն ու դժգոհությունը, վանկարկելով Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստանը դավաճան է, Ռուսաստանը խաղաղապահ չէ, այլ վաճառք իրականացնող է։ Отношения между Арменией и Россией охватывают такие. Լավրով Միրզոյան հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ուղղություններով եւ որ Հայաստանը չի ցանկանում վերաֆորմատավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իր հերթին Լավրովն էլ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր բարեկամն է եւ որ Հայաստանի ուկրաինացման մասին խոսք լինել չի կարող։ Նա նաեւ անդրադարձել է Արցախի խնդրի, նշելով, որ Ռուսաստանը առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը զիջել 5 շրջանը եւ հարցը թողնել սերունդներին։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինքնիշխանությանը ու տարածքային ամբողջականությանը, նշել է Լավրովը։ Տեղեկացնենք, որ հանդիպում է նախատեսված նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Լավրովի Երևանյան այցից հրապարակել է այս լուսանկարը՝ արված Արարատ լեռան ֆոնին եւ այն որակել օրվա լուսանկար։